Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի կառավարությունից հայտնել են, որ խորը մտահոգությամբ հետևում են Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողություններին, որոնք սպառնում են տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանն ու բարգավաճմանը։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը, որտեղ շարունակվող ռազմական գործողությունները խլել են մեծ թվով մարդկանց կյանքը, այդ թվում գերագույն առաջնորդի, այլ քաղաքական առաջնորդների, բազմաթիվ անմեղ մարդկանց եւ տասնյակ երեխաների։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում մեր բարեկամ հրեա ժողովրդին եւ Իսրայելին ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց կորստի համար։ Վրաստանի կառավարությունը լիակատար համերաշխություն է հայտնել նաև ծոցի արաբական երկրներին, որոնց հետ Վրաստանը առանձնահատուկ գործընկերություն ունի։ Վրաստանի կառավարությունը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում մոտ ապագայում կվերականգնվի խաղաղությունը, որի համար ռազմական գործողությունները պետք է փոխարինվեն դիվանագիտությամբ եւ քաղաքական երկխոսությամբ։ Վրաստանի կառավարությունը խոստացել է, որ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները տարածաշրջանում Վրաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ նրանց շահերը պաշտպանելու համար։ Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Իրաքի Գոբախիձեն վերահաստատել է Վրաստանի ամուր եւ զարգացող գործընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո ես հեռախոսազրույց եմ ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ես արտահայտել եմ իմ համերաշխությունը եւ հույս եմ հայտնել, որ կհաստատվի երկարատև խաղաղություն։ Ես նաեւ նշել եմ, որ մենք մեծապես գնահատում ենք Վրաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հատուկ բարեկամությունը ու եւս մեկ անգամ հաստատել ենք մեր ամուր եւ զարգացող գործընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Մեծածավալ գլոբալ փոփոխությունների համատեքստում անվտանգության ապահովումը եւ խաղաղության պահպանումը մնում են Վրաստանի համար գլխավոր առաջնահերթություն, հայտարարել է արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության հետ հարցազրույցում։ Արտգործնախարարի խոսքով Վրաստանը չունի համաշխարհային քաղաքականության մեջ վճռորոշ դեր խաղալու հավակնություններ, սակայն կարևոր է ուշադիր հավասարակշռել ազգային շահերն ընթացող փոփոխությունների հետ եւ գործել երկիրն անվտանգ տարածք տանելու համար։ Առաջին հերթին անվտանգության հարցը գերակա է։ Ցանկացած երկրի համար սա պետք է լինի մեկնարկային կետը խուսափել պատերազմից, պահպանել խաղաղությունը։ Խաղաղությունը շատ բանի հնարավորություն է տալիս։ Առանց դրա մնացած ամեն ինչ դառնում է երկրորդական։ Պատերազմի բացակայությունը եւ կայունությունը զարգացման եւ ապագա սերունդների հիմքն են, մինչդեռ ըստ նախարարի առանց խաղաղության մնացած բոլոր նվաճումները դառնում են անիմաստ։ Բոջորիշվիլիի խոսքով համաշխարհային զարգացման ներկայիս փուլը ուղեկցվում է մեծածավալ փոփոխություններով, որոնք լուրջ եւ շատ առումներով գոյաբանական մարտահրավերներ են ստեղծում Վրաստանի համար։ Արտգործնախարարը նշել է, որ իրենց երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, ինչը պահանջում է միաժամանակ արձագանքել տարբեր ուղղություններից եկող սպառնալիքներին եւ այդ հանգամանքներում որոշել իր տեղը միջազգային ասպարեզում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը X-ի իր էջում հրապարակած հաղորդագրությամբ հայտնել է, որ վշտացած է Իրանի գերագույն առաջնորդի մահվան լուրից։ Նա իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին եւ ընդգծել, որ Թուրքիան շարունակելու է ջանքերը տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ Իրանի ժողովրդի հետ միասին մենք Թուրքիայում հաստատակամորեն կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի բոլոր ընկերներն ու եղբայրները տարածաշրջանում վերականգնեն իրենց արժանի խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի դադարեցվի մեր տարածաշրջանում մոլեգնող հակամարտությունը եւ մենք վերադառնանք դիվանագիտությանը։ Իրանի գերագույն առաջնորդի մահվան կապակցությամբ իր իրանցի գործընկերոջն է հեռախոսով ցավակցել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Ֆիդանը տեղեկացվել է Իրանի դեմ ուղղված ռազմական գործողություններից հետո տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։ Առաքչին դատապարտելով անօրինական հարձակումներն ու սպանությունը ընդգծել է Իրանի վճռականությունը բոլոր ուժերով պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել խաղաղ ջանքերին Իրանի շուրջ ստեղծված հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Քննարկվել են Իրանի դեմ հարձակումները եւ դրանց հետեւած լարվածության սրումը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան բոլոր կողմերին հրավիրում է վերադառնալ դիվանագիտության եւ բանակցությունների ուղի եւ պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել խաղաղ գործընթացին։ Էրդողանը նաեւ ընդգծել է, որ կարգավորման ջանքերի համատեքստում Թուրքիայի ու Եվրամիության միջև սերտ համակարգման շարունակումը կարևոր նշանակություն ունի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը հեռախոսազրույց են ունեցել տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների շուրջ։ Էրդողանն իր մտահոգությունն է հայտնել այն կապակցությամբ, որ հակամարտությունները լուրջ հետևանքներ կունենան տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության տեսանկյունից, եթե անհրաժեշտ միջամտություն չիրականացվի։ Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան զգալի աշխատանք են տանում տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելու համար եւ որ դիվանագիտությանը հնարավորություն տալը ամենառացիոնալ ճանապարհն է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը խոստացել է վրեժ լուծել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից ավիահարվածների հետևանքով 86-ամյա գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության համար։ Նրա խոսքով դա Իրանի օրինական իրավունքն է ու պարտականությունը։ Միաժամանակ Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ երկրի զինված ուժերը գործում են հուժկու, թշնամու բազաները ոչնչացնելու համար։ Ըստ նրա, ժամանակավոր ղեկավարության խորհուրդը սկսել է իր աշխատանքը 111-րդ հոդվածի համաձայն։ Պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը նախարարներին եւ նահանգապետներին հանձնարարել է ապահովել երկրի վարչակազմի անխափան աշխատանքը պատերազմի ժամանակ։ Իրանում սկսվել է նաեւ նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը։ Այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մեր սահմանադրությամբ սահմանված է ընթացակարգ, որի համաձայն գերագույն առաջնորդին կորցնելու դեպքում նորը կընտրվի փորձագետների խորհրդի կողմից, եւ հիմա մենք սկսել ենք այդ գործընթացը, հայտարարել է Աբբաս Արաղչին։ Իրանում երկրի գերագույն առաջնորդի մահվան կապակցությամբ 40-օրյա սուգ է հայտարարվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հրագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին Իրանի ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության եւ կայունության շուտապույտ հաստատման համար։ Փաշինյանը Փեզեշքյանին մաղթել է համբերություն, իսկ բարեկամ եւ հարևան Իրանի ժողովրդին խաղաղություն եւ տոկունություն։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին, ընդգծելով լարվածության թուլացման եւ խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարեւորությունները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ հումանիտար բնույթի հարցերի։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ խորը մտահոգությամբ է հետևում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին եւ կոչ է արել դադարեցնել այն, ինչ նա անվանել է բռնության պարույր։ Հռոմի Պապն այս մասին խոսել է Կիրակնօրյա աղոթքից հետո Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորներին ուղղված իր ամենշաբաթյա ելույթի ժամանակ։ Կայունությունն ու խաղաղությունը չեն կառուցվում փոխադարձ սպառնալիքներով կամ զենքի միջոցով, այլ միայն ողջամիտ, անկեղծ եւ պատասխանատու երկխոսության միջոցով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի եւ նրա ընտանիքի անդամների սպանությունը ցինիկ քայլ է, որը խախտում է մարդկային բարոյականության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի եւ նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որը կատարվել է մարդկային բարոյականության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ։ Մեր երկրում Այաթոլլահ Խամենեին կհիշվի որպես ականավոր պետական գործիչ, որը հսկայական անձնական ներդրում է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման եւ դրանք համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու գործում։
Միացյալ Նահանգների տարածաշրջանային ռազմաբազաներից Իրանի դեմ հարձակումներին ի պատասխան իրանական կողմահարվածներ է հասցրել Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Իրաքի տարածքներին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Պարսից ծոցի իր գործընկերներին խնդրել է ըմբռնումով մոտենալ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարձակումից հետո Թեհրանի պատասխան հարվածներին։ Նրա խոսքով այդ հարվածներն ուղղված են միայն Միացյալ Նահանգների ռազմակայանների եւ անձնակազմի դեմ։ Չնայած Արաղչիի հայտարարությանը կան տեղեկություններ, որ իրանական հրթիռների եւ անօդաչուների հարվածներից վնասվել են տարածաշրջանային երկրների նավթային եւ լոգիստիկ ենթակառուցվածքները, նավահանգիստները եւ քաղաքացիական նշանակության շենքեր։ Ես կցանկանայի, որ նրանք հասկանային, որ այն, ինչ կատարվում է տարածաշրջանում, մեր մեղքով չէ։ Ես խոսել եմ մեր ռազմական ղեկավարների եւ հրամանատարների հետ, որպեսզի նրանք զգույշ լինեն իրենց տիրախների ընտրության հարցում։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ իրանական կողմի հարձակումների պատճառով փակում է Թեհրանում իր դեսպանությունը եւ դեսպանի ու դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցներին հետ է կանչում։ Միացյալ Նահանգները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանի հարվածները հարևան երկրներին։ Իսլամական Հանրապետության գործողությունները վտանգավոր էսկալացիա են, որը խախտում է բազմաթիվ պետությունների ինքնիշխանությունը եւ սպառնում տարածաշրջանային կայունությանը։ Քաղաքացիական անձանց եւ ռազմական գործողություններին չմասնակցող երկրների թիրախավորումն անզգույշ եւ ապակայունացնող վարքագիծ է։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հայտարարել են, որ պատրաստ են աշխատել Միացյալ Նահանգների եւ գործընկերների հետ կանգնեցնելու Իրանի պատասխան հարձակումները։ Իրանի անխոհեմ հարձակումները թիրախավորել են մեր մերձավոր դաշնակիցներին եւ սպառնում են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց ամբողջ տարածաշրջանում։ Իրանին կոչ են կանում անհապաղ դադարեցնել այս անխոհեմ հարձակումները։ Քայլեր կձեռնարկենք տարածաշրջանում մեր եւ մեր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար, հնարավոր է անհրաժեշտ եւ համաչափ պաշտպանական գործողությունների միջոցով ոչնչացնելու հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակելու Իրանի կարողությունները հենց գետնի վրա։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է խոսել իր հետ եւ որ ինքը նախատեսում է դա անել։ Այդ մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է The Atlantic պարբերականի հետ հարցազրույցում։ Նրանք ցանկանում են խոսել եւ ես համաձայնել եմ խոսել, այնպես որ ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք պետք է ավելի շուտ դա անեին։ Նրանք պետք է անեին այն, ինչ գործնական էր ու հեշտ էր անել ավելի շուտ։ Նրանք չափազանց երկար սպասեցին։ Լրագրողի հարցին, թե երբ տեղի կունենա իրանցիների հետ զրույցը, Թրամփը նշել է, որ հստակ պատասխան չունի։ Նրա խոսքով իրանցիներից մի քանիսը, որոնք ներգրաված էին վերջին շաբաթների բանակցություններում, այլևս ողջ չեն։ Մինչդեռ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ իրենք որևէ բանակցություն չեն վարելու Միացյալ Նահանգների հետ։ Նա հավելել է, որ ամերիկացի առաջնորդը Մերձավոր Արևելքը քաոսի մեջ է գցել իր դատարկ հույսերով եւ այժմ վախենում է ամերիկյան զորքերի շարքում հետագա կորուստներից։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները համատեղ հարվածներ են հասցնում Իրանին փետրվարի 28-ից։ Այդ հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ Հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ուժերը հրթիռային հարձակման են ենթարկել նաեւ Թեհրանի Գանդի հիվանդանոցը եւ Թեհրանում IRIB հեռուստաալիքի կենտրոնակայանը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին, նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 9-ի։ Միացյալ Նահանգները հայտնել է, որ Իրանի դեմ գործողություններում զոհվել է ամերիկացի 3 զինծառայող, ևս 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողությունը կարող է տևել 4 շաբաթ։ Խոսքը մոտավորապես 4 շաբաթյա գործընթացի մասին է, ուստի հաշվի առնելով ուժը, դա մեծ երկիր է, կտևի 4 շաբաթ կամ ավելի քիչ, ասել է նա Daily Mail-ի հետ հարցազրույցում։ Ինչպես նշում է պարբերականը, Սպիտակ տան ղեկավարը նախկինի պես բաց է բանակցությունների համար, սակայն նշել է, որ խոսել հարկավոր էր անցած շաբաթ։ Այնուամենայնիվ նա հնարավոր է համարել հարվածները դադարեցնելը, եթե Թեհրանը բավարարի Միացյալ Նահանգների պահանջները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյիդ Ալի Խամենեիի ողբերգական մահվան լուրը մեզ խորապես վշտացրել է։ Այս ծանր կորստի կապակցությամբ ձեզ, հանգուցյալի ընտանիքին եւ Իրանի բարեկամ ժողովրդին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները, մաղթում համբերություն եւ տոկունություն։
Ալիևը նշել է, որ Խամենեին երկար տարիներ կարևոր դեր է խաղացել իրանական պետության եւ հասարակության կյանքում, առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իր երկրի քաղաքական եւ կրոնական կյանքում։ Նրա մահը մեծ կորուստ է Իրանի համար։ Այս դժվարին օրը Իրանի բարեկամ եւ եղբայրական ժողովրդին մաղթում են խաղաղություն, կայունություն եւ բարօրություն, նշված է Ալիևի ցավակցական նամակում։ Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ռազմական էսկալացիան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրանում ռազմական գործողությունների եւ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Իրանի արտաքին գործերի նախարարը տեղեկություններ է ներկայացրել ներկա իրավիճակի եւ ձեռնարկված քայլերի մասին։ Բայրամովն իր հերթին լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի ողբերգական էսկալացիայի, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի եւ խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ։ Հույս է հայտնվել, որ ռազմական գործողությունները շուտապույտ կդադարեցվեն եւ ներկա իրավիճակը կկարգավորվի միայն երկխոսության ու դիվանագիտական միջոցներով, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Միաժամանակ ընդգծվել է, որ ոչ մի երկիր չի կարող օգտագործել Ադրբեջանի տարածքը հարևան եւ բարեկամ Իրանի դեմ։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։